այս գժովկինը իր համար իր ընտանիքի, իր մոր, իր քրոջ հավաքական կերպարն է։ Խորհրդանշական անակնկալ Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացման առիթով։ Առաջին անգամ տասնյակ տարիներ անց ազգային պատկերասրահի ֆոնդապահոցներից դուրս է բերվել Արշիլ Գորկու միակ ցուցանմուշը։ Կարծում եմ դուք էլ չգիտեք, որ մենք ունենք Արշիլ Գորկի, եւ 1974 թվականին Արշիլ Գորկու քույրը Վարդուշ Մուրադյանը հանդիպում է Վահագն Դավթյանին, բանաստեղծ Վահագն Դավթյանին Չիկագոյում։ Վարդուշը զրույցի ավարտին մոտենում է պատին եւ այնտեղից հանում մի շատ կարեւոր գծանկար։ Հանձնում է Վահագն Դավթյանին եւ Վահագն Դավթյանը խոստանում է, որ կհասցնի Երևան եւ կհանձնի Հայաստանի ազգային պատկերասրահին որպես նվեր Վարդուշ Մուրադյանից։ Թանգարանում առհասարակ գծանկարներ չեն ցուցադրվում մշտական ցուցադրությունում, որովհետեւ գրաֆիկան թուղթը շատ զգայուն նյութ է։ Մեր բարեփոխումներից մեկը նաեւ դա է, որ մեզ մոտ ցուցադրության ընթացքում կազմակերպված են հենց մշտական ցուցադրության մեջ ներառված առանձին մոբիլ շարժական հատվածներ, որոնք հնարավորություն կտան, օրինակ 6 ամիսը մեկ անընդհատ փոփոխելով այցելուին նոր առանձին ցուցադրատարածք ներկայացնել, առանձին ցուցանմուշներ։ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը վերջին 4 տարվա ընթացքում իրականացված բարեփոխումներն է ներկայացնում։ Թանգարանը փակվեց առաջին հերթին ջերմախոնավային համակարգներ դնելու նպատակով, սակայն ընթացքում, երբ ջերմախոնավային համակարգը իրական բավական կարճ ժամանակահատվածում, ինչքանով հնարավոր էր այս ամբողջ 8 հարկանի շենքումներ դնել կարճ, դա շատ նորմալ ժամկետում լուծվեց։ Բայց խնդիրը նրանում էր, որ եթե դուք հիշում եք, ազգային պատկերասրահի պատերը ամբողջովին հատկապես այս դիմահայաց հատվածը ամբողջովին պատուհաններ էին։ Եվ պատուհանները կործանարար էին բնականաբար արևի լույսը, կործանարար էր եւ նմուշների համար եւ անկեղծ ասած անխափան աշխատանքի համար ջերմախոնավային համակարգի։ Մոտ 80%-ով ինքը արդյունավետ չէր լինելու։ Զուգահեռ դրան փոխեցինք լիարժեք բոլոր մեր վերելակները եւ մեր այցելուներն այսօր անխափան կարող են երթևեկել մեր նահարկերով։ Գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ կիրառական արվեստ։ Ժամանակի թելադրանքով ցուցասրահները վերաձևավորվել եւ նոր լուծումներ են ստացել։ Նախկինում մեզ մոտ էքսպոզիցիան շեշտադրված էր հիմնականում առանձին մենագրական հեղինակների վրա, այսինքն մենագրական ցուցասրահներ էին եւ առանձին կարևոր գլխավոր իկոնադարձած հեղինակներ։ Այսօր մենք այդ ուղղությամբ չենք գնում, որովհետեւ այդ պարագայում այսօր հնարավոր չի լինի պատկերացնել մեր ամբողջական արվեստի պատմությունը։ Եվ այսօր մեր հիմնական նպատակն է ներկայացնել ոչ միայն գեղագիտորեն լավ ներկայացված մի քանի կարևոր հեղինակներ, այլ ներկայացնել գիտակրթական լուրջ հենք ունեցող արվեստի պատմություն։ Թե ինչպիսին պետք է լինի նոր էքսպոզիցիան, Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը երկար է մտածել։ Նոր հայեցակարգը մշակվել է արմատական փոփոխությունների հիման վրա։ Եթե առաջ ունենք շատ չոր բաժանումներ եւ պատմականորեն ոչ այնքան ճշգրիտ, այսինքն դա արևմտաեվրոպական արվեստներ, արևելյան արվեստ, ռուսական արվեստ եւ այլն, այժմ այս ամենը ներկայացվում է համաշխարհային արվեստի խորագրի ներքո, քանի որ մենք ձգտում ենք, որպեսզի նախ եւ առաջ թանգարանը դառնա արվեստը ապակենտրոնացնող կառույց։ Ցուցադրությունը հիմնականում կազմակերպվել է ոչ թե հեղինակներով, այլև ուղղություններով, ասում է պատկերասրահի տնօրենն ու ընդգծում հաջորդ կարևոր փաստը դասական ու ժամանակակից արվեստի համադրումն է։ Պահոցներից ցուցանմուշները հանելու եւս մեկ տարբերակ է մշակվել։ Սալոնային պատերի վրա մեկ հարթության մեջ ներկայացվել են տարբեր ստեղծագործողների աշխատանքներ։ Այս լուծումը թույլ է տվել պահոցներից ավելի քան 400 ցուցանմուշ դուրս բերել։ Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացված մշտական ցուցադրության տասնյակ սրահներում ներկայացված են հայկական կերպարվեստի, իտալական վերածննդի եւ բարոկոյի, ռուսական ավանգարդի վարպետների ու ականավոր գործիչների աշխատանքներ, ինչպես նաեւ դեկորատիվ կիրառական արվեստի եզակի նմուշներ, բացառիկ կահույք, սպասք, զարդեղեն, զենք, որոնց մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։